Ողջույն, Բրյուսելի պետական համալսարանի 91-ի կապակցությամբ մեդիալաբի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Բրյուսելի շրջանավարտ, հեռուստահաղորդավար, մշակութային նախագծերի ղեկավար, Եվրատեսիլ միջազգային մրցույթի հայաստանյան առաջին հեռուստամեկնաբան Գոհար Գասպարյանին։ Ողջույն Տիկին Գասպարյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, Տիկինը մի քիչ զարմացրեց, բայց կարող ենք շարունակել առանց Տիկինի։ Ուրախ եմ այստեղ գտնվել։ Գիտենք, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան եւ երրորդ կուրսից արդեն ընտրել եք միջազգային ժուրնալիստիկայի բաժինը։ Ինչն էր, որ ձեզ ուղղորդեց դեպի լրագրություն։ Քանի որ ես սովորել եմ 114 դպրոցում, իսկ երևի շատերդ գիտեք, որ այդ դպրոցը առանձնանում էր եւ առանձնանում է իր անգլերենի գիտելիք տված գիտելիքներով, ուղղվածությամբ, թեկումով, այնպես որ այդ հիմքը արդեն կար եւ ի ուրախություն ինձ կար նաեւ մի հետաքրքիր աշխարհ, որ ես արդեն մուտք էի գործել, դա հեռուստատեսությունն էր, որ ես 11 տարեկանում մուտք գործեցի, արդեն վարում էի մանկապատանեկան նախագծեր եւ ունեի որոշակի փորձ։ Անպայման ուզում էի շարունակել այդ փորձը եւ ավելի մասնագիտանալ այդ գործում, բնականաբար պետք էր ընտրել մի մասնագիտություն, որը թույլ կտա աճել այդ ոլորտում։ Դա եւ լեզուներն էր, լեզուների իմացություններ, այսինքն լեզվական գիտելիքներն էին, ու նաեւ ես իմացա, որ երրորդ կուրսից կարելի է ընտրել երկրորդ մասնագիտությունը եւ այդ մասնագիտությունների ցանկում կար լրագրությունը։ Ես շատ ուրախացա եւ հավատացեք, երբ ընդունվելուց կա չէ, որ լրացնում ես մի քանի համալսարաններ, եթե այստեղ չընդունվես, մյուսը կընդունվես, եթե այստեղ չընդունվես, մյուսը կընդունվես, նայած որտեղ հերիք են քո միավորները։ Ես չէի նշել ոչ մեկը, ես նշել էի միայն այս համալսարանը, որովհետև ես չէի ուզում գնալ պետական համալսարան, ես չէի ուզում գնալ մանկավարժական համալսարան, ես ուզում էի միայն գալ այս համալսարան, որովհետև իմ մոտ արդեն կար նպատակը, որ ես պետք է երրորդ կուրսից վերցնեմ նաև երկրորդ մասնագիտություն եւ 5 տարում փաստորեն եւ լեզուները եւ լրագրությունը կարողանամ իրար հետ սերտել։ Այս սրա համար եմ ես ընդունվել այստեղ։ Բայց նաև պետք է խոստովանեմ, որ այդքան էլ օրինակելի ուսանող չեմ եղել, որովհետև շատ էի բացակայում, զուգահեռ աշխատում էի, այն էլ ուղիղ եթերում էի աշխատում, երբ դասախոսները ասում էին ուր էիր, էլի չէիր եկել, ասում եմ, ախր միացրեք հեռուստացույցը կտեսնեք այդ պահին, հենց այդ վայրկյանին ուղիղ եթերում էի, կային դասախոսներ, որոնք ընդունում էին, երբ ուսանողը զուգահեռ աշխատում է, կային դասախոսներ այն ժամանակ, որ չէին ընդունում, ասում էին պետք է ուսանողը ավարտի, նոր աշխատի, բայց ժամանակները փոխվում էին եւ մենք էլ այդ փոփոխողներից մի քանիսն էինք։ Մենք գիտենք, որ դուք ոչ միայն սովորել եք Բրյուսելի պետական համալսարանում, այլև նաև 2010 թվականին դասավանդել եք։ Ինչպես այդ անցումը ուսանողից դասախոս փոխեց ձեր պատկերացումը կրթական մակարդակի ու ինչու՞ չէ նաև լրագրության նկատմամբ։ Արդեն չեմ կարողանում լավ մտաբերել, ինչպես ստացվեց, որ հայտնվեցի որպես դասախոս եւ որոշեցի, որ կարող եմ դասավանդել։ Հավանաբար հրավեր էր եւ առաջարկ, բայց բացահայտեցի, որ դա շատ դժվար եւ մի այլ աշխարհ է, այնքան դժվար, որ ես օրինակ 1 ժամ լսարանում անցկացնելու փոխարեն կարող էի 10 հաղորդում վարել եւ դա ինձ համար այդքան էլ դժվար չլիներ։ Դա իսկապես շատ դժվար եւ նվիրական աշխատանք է, որը պահանջում է գերլարվածություն, ծանրաբեռնվածություն, պատրաստվածություն, այնպես որ ամեն մեկը իմ կարծիքով չի կարող մանկավարժ լինել։ Դրա համար ես շատ կարճ ժամանակահատված դասավանդեցի եւ հասկացա, որ ինձանից շատ մեծ ռեսուրս է դա տանում, ժամանակ եւ որոշեցի դա հետաձգել փոքր ավելի ուշ տարիքի համար։ Գիտենք, որ դուք շատ վաղ տարիքից եք սկսել հեռուստատեսությունում աշխատել։ Ինչն էր ամենաբարդը ձեզ համար այդ ճանապարհին։ Երբ որպես երեխա ես մոտ գործում ինչ-որ մի ասպարես, ինձ թվում է դժվարություններ այդքան չեն լինում, որովհետև երեխաները չեն գիտակցում այդ դժվարությունները, ինձ թվում է, իրենց մոտ շատ ամեն ինչ հեշտ է ստացվում եւ թեթև է անցնում, հենց այդպես թեթևել անցել է այդ պատանեկան տարիքը հեռուստատեսությունում, որի ժամանակ ես կոփվել եմ եւ արդեն ավելի հասուն տարիքում ինձ համար
շատ բաներ հեռուստատեսությունում ավելի բնական էին, ավելի հեշտ էին, քան գործընկերներիս համար, որովհետև ոնց որ դպրոց էի անցել եւ ինչպես է որ ուղղակի դու հաց ես ուտում, սովորում ես, չէ՞, ինչ որ պատարակախից օգտվել, դանակից օգտվել, այդպիսի հեշտության մակարդակի ինձ մոտ ինչ որ տեխնիկական հարցեր լինում էին, որ մյուսներին մոտ ավելի դժվար էին ստացվում, որովհետև ավելի ուշ տարիքում պետք է դրանք սովորեին, իսկ ինձ մոտ ավելի բնական էր ստացվում, իմ բախտը բերել էր այդ առումով։ Հանրային հեռուստաընկերությունում դուք երկար տարիներ աշխատել եք, այդ երկար տարիների ընթացքում ձեր աչքերով ինչպես է փոխվել հայկական մեդիան։ Իհարկե շատ է փոխվել, աննկարագրելի շատ եւ խոսքը ոչ միայն հայկական մեդիայի մասին, առհասարակ մեդիայի մասին է, համաշխարհային մեդիայի մասին եւ այն գործիքների մասին, որոնք օգտագործվում են եւ այն, որ այսօր սովորական յուրաքանչյուր մարդ ուղղակի իր տանից կարող է դառնալ մեդիայի աշխատող, իսկ մեր ժամանակ այդպես չէր, ինչ որ դժվարություններ կար, որոնք պետք է հաղթարեր, ճանապարհ կար, որ պետք է հաղթարեր։ Իհարկե, այսօր էլ այդ ամենը զգացվում է մարդկանց մեջ, ով է այդ ամենը անցել եւ ով չէ, բայց այնուամենայնիվ այսօր շատ են հարթակները եւ շատ են գործիքները, իսկ այն ժամանակ քիչ էին։ Նույնիսկ ես հիշում եմ, որ ահռելի մեծ աշխատանք էինք տանում, շատ էինք աշխատում, ծրագրեր էինք պատրաստում, բայց YouTube կոչվածը չկար, որ գոնե այդ կերպ արխիվացվեր եւ այսօր կարողանանք հեշտությամբ դիտել այդ հին ծրագրերը, որոնք արել ենք այն ժամանակ։ Երբ արդեն սկսեցին զարգանալ այդ սոցիալական հարթակները եւ ամեն ինչ սկսվեց քիչ թե շատ արխիվանալ, արդեն նաեւ մեդիայի աշխատողները շատացան եւ տեսակները շատացան եւ ուղղակի ամեն օր նոր բան է առաջանում եւ դու պետք է փորձես ժամանակին համընթաց քայլես այդ ամենին, ինչը ես կարող եմ վստահ ասել, որ հին հեռուստատեսության աշխատողների մոտ դժվար է ստացվում։ Իսկ ձեր կարծիքով նշեցիք, որ մեդիան զարգացել է, մեդիա աշխատողներն էլ են շատացել։ Աշխատողների շատանալ, այսինքն որ հիմա յուրաքանչյուր անհատ կարող է ներկայանալ որպես, այսպես ասած, լրագրող։ Դա դրական է ազդում, թե բացասական։ Սկզբից քեզ թվում է, որ բացասական է ազդում, որովհետև շատանում է ամեն ինչ, որովհետև մակարդակն է իջնում ինչ որ չափով, որովհետև չի կարող բարձունքում մնալ, բայց երբ որ ամեն ինչ շատանում է, միջագությունն է շատանում, միջագությունից ավելի ցածրն է շատանում, միևնույն է այդ ֆոնի վրա այն ինչ որ բարձր է առանձնանում է եւ մնում է իր դիրքում։ Այսինքն միևնույն է դու նկատում ես ինչն էր ավելի պրոֆեսիոնալ եւ ինչին կարելի էր հավատալ։ Պարզապես մի փոքր վախ ունեմ նոր սերնդի այդ ինֆորմացիայի ընկալման հետ կապված, այսինքն իրանք նոր են մտնում աշխարհ եւ այնքան շատ ինֆորմացիա կա եւ նրանք դեռ չեն տարբերում լավը վատից, պրոֆեսիոնալը ոչ պրոֆեսիոնալից եւ այդ ինֆորմացիաները ամբողջը փաստորեն նրանք ստանում են, մի քիչ այդտեղ վախ կա, որ ինձ թվում է դա էլ քիչ կամած չէ, օրինակ ասենք Ավստրալիան արդեն արգելեց երեխաներին մինչև 16 տարեկան, եթե չեմ սխալվում, լինել սոցցանցերում։ Կամած գալիս ենք այդ ֆիլտրներին։ Ես միայն կողմ կլինեմ, որ ի վերջո այդ ամենը շատ խիստ ձևով կարգավորվի։ Հաշվի առնելով ձեր միջազգային հարցազրույցներ անցկացնելու մեծ փորձը, ձեր կարծիքով ինչպես պետք է այսօր հայ լրագրողը ներկայանա միջազգային դաշտում։ Մի քիչ լայն է հարցը, որովհետև շատ տարբեր են ժանրերը, շատ տարբեր են ուղղությունները, ոլորտները, որ ամեն մեկը մի բան է պահանջում։ Ես փորձ եմ ունեցել մի քանի աշխարհահռչակ դեմքերի հետ հարցազրույցներ անելու եւ այս հարցազրույցները ինձ ուղղակի սովորեցրել են շատ պատասխանատու վերաբերվել յուրաքանչյուր զրույցին ու կապ չունի ով է դիմացինդ, որովհետև շատ հաճախ այդ նույն մեծությունները շատ ավելի համեստ, շատ ավելի հեշտ, շատ ավելի հանգիստ, բնական ու քեզ թվում է, որ հիմա պետք է լարվես եւ ավելի բարդ թվա այդ հարցազրույցը, պատրաստվում ես օր ու գիշեր, բայց պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի բնական ու հեշտ է, քան քեզ թվում էր, քան շատ այլ ոչ այդքան հայտնի մարդկանց հետ։
Համենայն դեպս ինձ սովորեցրել են պատասխանատվության ինչ-որ մի կրկինել ինչ-որ մի մաս, պատրաստվել, շատ կարևոր է որպեսզի պատրաստված լինես եւ այն ինչ-որ ինքը կպատասխանի, այն ինչ-որ կխոսի, գոնե իր պատասխանի 90%-ը քեզ արդեն ծանոթ պետք է լինի, դու պետք է արդեն մոտավորապես հասկանաս, թե ինքը ինչ է պատասխանելու եւ ինչ ակնկալես իր պատասխանից։ Համենայն դեպս դրանք իմ կարիերայի իսկապես այսպես հարստություններն են, որոնք անգնահատելի են, բայց հարցազրույց ժանրը շատ հետաքրքիր ժանր է եւ ես բազմիցս ունեցել եմ տարբեր հաղորդաշարեր, որոնք հարցազրույցային ժանր են եղել եւ վերջերս անընդհատ խոսակցությունները կային, երբ դաշտներ խուժեցին ոդքասթները, անընդհատ քննարկում էինք եւ գոլեգաներիս հետ եւ ընտանիքում, որ հենց դեռ նոր էին ամեն ինչը սկսել, դեռ նոր էին ակտիվանում, որ ինչու դու էլ չես ուզում մի ոդքասթ էլ դու ունենաս կամ ծրագիր, որ անկախ լինի, այսինքն ինչ որ մի հեռուստատեսությամբ չլինի, այլ քոնը լինի։ Ես հասկացա, որ ես հագեցել եմ եւ հասկացա, որ իրոք չեմ ուզում անել մի բան, որը արդեն տեսնում էի, որ գնալով ամեն քայլը փոխին է լինելու։ Բավականին շատ եմ արել հարցազրույցներ եւ դրանք կրկնվելու էին նույն մարդկանց հետ, ցավոք սրտի Հայաստանում հյուրերը սահմանափակ են եւ հյուրերի ցանկը շատ կարճ է, փոքր է։ Դրա համար ես նախընտրեցի չմտնել այդ դաշտ եւ շարունակել այլ ուղղությամբ, այնպես որ հարցազրույցները դրանք առանձին մի պատմություն են, առանձին աշխարհ են ինձ համար, բայց շատ թանկ, դրա համար ես իրենց այդպես բան չեմ նայում, էլի խաղուպար չեմ նայում, դրա համար չեմ ուզում դարձնել դրանք ամենօրյա սնունդ։ Իսկ կա հարցազրույց կոնկրետ, որ անցկացրել եք ու ձեզ համար եղել է ամենահուզիչը կամ ամենատպավորիչը։ Շատ կան, իսկապես շատ կան, բայց վերջերս շրջանառվում էր մի երևի հանդիպած կլինեք համացանցում հայտնվեց իմ վաղ տարիքի հարցազրույցներից մեկը 12 տարեկան, երբ ես հարցազրույց էի անում Տիգրան Համասյանի հետ։ Սա շատ հուզիչ է, որ պատկերացնում եմ, իսկապես հուզվում եմ, բայց սա կիսատ է մնացել։ Մենք պետք է հանդիպենք հավանաբար Տիգրան Համասյանի հետ եւ այդ բացը լրացնենք եւ իսկապես սա մի հարցազրույց է, որ կուզեմ անել եւ կուզեմ զուգահեռներ տանել։ Եվրատեսիլը ձեր կենսագրության կարևոր մասն է։ Ինչ է ձեզ տվել առհասարակ այդ փորձը։ Եվրատեսիլը շատ մեծ փորձ է տվել։ Տվել է մի բան, որը երբևէ ոչ կստանայի հայկական հեռուստատեսությունում, ոչ կստանայի որևէ այլ կազմակերպությունում աշխատելիս, պատկերացրեք տարիներ շարունակ, իսկ դրանք երկար տարիներ են, դու աշխատում ես առաջատար հեռուստաընկերությունների անմիջապես իրենց հետ հենց։ Աշխատում ես իրենց ռեժիսորների հետ, իրենց օպերատորների հետ, իրենց պրոդյուսերների հետ եւ սովորում ես իրենց տեմպին, սովորում ես իրենց բառապաշարին, սովորում ես իրենց մեթոդներին։ Սկզբից դա ինձ համար տարօրինակ մի բան էր։ Մենք դժվարությամբ էինք մտնում այդ ամենի մեջ, որովհետեւ չենք տեսել, չգիտենք, առաջադեմ չէինք։ Իրոք, առաջ սկզբնական տարիներին շատ դժվար էր։ Բայց հետո, երբ որ արդեն ամեն տարի դու գնում ես եւ հայտնվում ես այդ արտադրության մեջ, դու շատ բան ես սովորում եւ փառք Աստծո, որ կարողացանք նաեւ այդ մրցույթը բերել Հայաստան։ Առաջին անգամ հիշում եմ 2011 թվականին էր, եթե չեմ սխալվում, բերեցինք Հայաստան եւ այդ ամբողջ արտադրության շատ մեծ կետ նաեւ իմ ուսերին էր եւ մենք կարողացանք այստեղ այդ ամենը պատվով ներկայացնել։ Դժվարությունները շատ էին, որովհետև նորից եմ կրկնում, ամեն տարի, տարի զարգանում ենք, բայց այն ժամանակ էլի մեկ այդքան էլ զարգացած չէինք, մոտեցումները զարգացած չէին, բայց յուրաքանչյուր այսպիսի փորձառության դեպքում դու իրոք զարգացում ես ապրում։ Դրանք շատ կարևոր են, որպեսզի այդ մրցույթները գան Հայաստան, որպեսզի մենք կարողանանք մասնակցել, գնալ, գալ, փորձառություն ձեռք բերել,
մի խոսքով շատ բան է տվել։ Դուք նշել եք, որ Հայ Սուպերսթարը մեծ մարտահրավեր էր ձեզ համար, քանի որ երկար դադարից հետո նման մասշտաբային նախագծում առաջին անգամ եք, ինչպես հաղթահարեցիք այդ դժվարությունները։ Եթե ասեմ, որ շատ երկար տարիներ չէր, որ եթերում չէի, այնպես չի, մի քանի տարվա մասին է գնում խոսքը, որովհետև մի քանի տարի առաջ դրանից արել էի հայրենյան նախագիծը, այնպես որ եթերում լինելու դադարը չէր, պարզապես շոուում հայտնվելու, իսկ վերջին նմանատիպ շոուն ավելի դեպի Եվրատեսիլն էր, որ արել էի, եւ իմ մարտահրավերը նրանում էր կանում, որ ուղղակի երեխաների ծնունդից հետո մի փոքր ավելի խառնվում ես իրար, որովհետև հասցնելու հարց կա, նիհարելու հարց կա, եթերում պատշաճ երևալու հարց կա, հեռուստադիտողը սովորեք ես տեսնել մի տեսքով, հիմա պետքա տեսնի մի քիչ այլ տեսքով, բայց ամեն դեպքում եւ կար շատ արագ կողմնորոշվելու խնդիր, որովհետև կար առաջարկ եւ պետք է արագ որոշեիր պատասխաներ, իսկ ընդամենը 2 ամիս էր, ինչ անցել էր երրորդ բալիկից ծննդից։ Եվ այո, դա շատ մեծ որոշում էր, մեծ պատասխանատվություն էր, բայց փառք Աստծո ընտանիքս կանգնեց իմ կողքին եւ կարողացա այդ ամենը հաղթահարել։ Իսկ ինչ խորհուրդ կտաք ներկայիս ուսանողներին, ովքեր ուզում են զբաղվել լրագրությամբ, ինչպես հաղթահարել նման դժվարություններ ու ինչպես վերջնական կողմնորոշվել իրենց մասնագիտական ընտրության մեջ։ Քանի որ լրագրություն ասվածը շատ լայն հասկացողություն է, օրինակ ես միշտ հասկացել եմ, որ ես չեմ կարող լինել օրինակ քաղաքական լրագրության մեջ։ Շատ կան ոլորտներ, որոնք ես հասկացել եմ, որ իմը չեն։ Եվ ես կարող եմ լինել եւ հաճույք եմ ստանում եւ սիրում եմ եւ աշխատում եմ ավելի մշակութային ոլորտի մեջ եւ մշակութային ասելով ժամանցային լրագրության մասին է խոսքը։ Ժամանց, որը կարող է լինել եւ ճանաչողական եւ այլ։ Դրա համար նախ պետք է նրանք, ովքեր պատրաստվում են դառնալ լրագրող, շատ կարևոր է, որպեսզի ուսումնասիրեն այդ բոլոր ուղղությունները շատ լավ եւ ի վերջո իրենց համար կարողանան որոշել, կողմնորոշվել, որն է իրենց ավելի հոգեհարազատ։ Դժվար ճանապարհներն են, տարբեր մարդկանց մոտ տարբեր բաներն են լավ ստացվում։ Կարևորը որ կողմնորոշվեն եւ փորձեն երբեք չդավաճանել իրենց ընտրած ճանապարհին։ Միշտ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է այդ վերջնակետը տեսնես նպատակդ ինչ որ գնում են։ Շատ է լինելու քննադատություններ, շատ են լինելու կողքից խանգարող հանգամանքներ, նախանձներ եւ այլն։ Գիտենք հասարակությունը ինչպիսին է, շատ են խոչընդոտները, բայց եթե դու ունես ծրագիր եւ դու ունես այդ ծրագրի հստակ քայլերը, որոնցով պետք է գնաս առաջ, պետք է պարզապես անտեսել այդ ամենը, լսել եւ անցնել առաջ եւ գնալ դեպի քո բուն նպատակը, վերջնակետը։ Երբ որ գնաս այդ բուն նպատակին, հասնես եւ հասկանաս, որ այո, դու գոհ ես, այն ինչ որ դու ուզում էիր անել, արեցիր, դու բավարարված ես քո արած աշխատանքից, ու քիչ թե շատ բավարարված ես այդ աշխատանքից, ուրեմն դու հաջողել ես։ Աշխատիր արդեն քո վրա, քո արած աշխատանքը ել ավելի բարելավելու վրա։ Քննադատել կամ ուղղակի խորհուրդ տալ կարող են միայն մեր դասախոսները, մեր ուսուցիչները, մարդիկ, որոնք իրոք ամագ են ունենում մեր վրա եւ իրոք ուզում են, որ մենք դառնանք ավելի լավը։ Խորհուրդներ կարելի է լսել միայն այդ գործից հասկացող մարդկանցից, բայց հեռուստադիտողի խորհուրդ, հանդիսատեսի խորհուրդ, հարևանի խորհուրդ, անգամ երբեմն ընտանիքի անդամի խորհուրդ, դրանք ուղղակի էմոցիաներ են, դրանք ուղղակի ազդակներ են, որոնք դու պետք է լսես, հաշվի առնես ինչ որ չափով, բայց դու ունենաս քո ծրագիրը եւ դու հավատարիմ մնաս քո ծրագրին։ Եվ վերջում Բրյուսովի 91-ի կապակցությամբ ինչ կմաղթեք մեր համալսարանին։ Շնորհավորում եմ։ Կուզեմ, որ համալսարանը օր-օրի ծաղկի, ել ավելի հարստանա եւ տարիներ առաջ երբ այսպիսի
լաբել չկար համալսարանում, մենք չունեինք այդ ամենը, այսօր դուք ունեք, դուք երջանիկ եք, որ կարող եք գործիքներ օգտագործել եւ պրոդուկտներ ստանալ։ Շատ ուրախ եմ, որ կա արդեն հնարավորություն, թող այդ հնարավորությունները շատանան, ուսանողները շատանան եւ կարողանա համալսարանը պահել, մշտապես պահել իր այն բարձր աստիճանը, բարձր անունը, որը մշտապես եղել է։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի ու մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։